Եվ քանի որ խոստացել էի ձեզ, որ այդ հարցը կքննարկենք նաև տառոներով, քանի որ ես նոտալ կարտը մեկնաբանելու այսպես մեծ փորձ չունեմ եւ նոր սկսել եմ ուսումնասիրելը, մի փոքր ժամանակ ա, որ ես սկսել եմ նոտար կարտերով զբաղվել, որտեղ ինձ նաև հետաքրքրում է այդ ճյուղը, ես ավելի շատ այսպես կենտրոնացված եմ իմ տառոների վրա եւ ուզում եմ Նիկոլ Փաշինյանի ընտրությունների հետ կապված հարցը ես տամ տառոներին, որտեղ այստեղ ես ինձ ավելի վստահ եմ զգում եւ նաև ասեմ, որ նայել եմ մյուս առաջնորդների կամ մյուս տեխնացուների նոտալ կարտերը եւ քանի որ այստեղ Ուրանը գտնվում է բարեկեցիկ, բարենպաստ դիրքով երկօրյակների համար եւ Իրանստանն է գտնվում, այստեղ Նիկոլ Փաշինյանը կարող է ունենալ հնարավորություն կոալիցիա կազմելու եւ այդ դեպքում պահելու իր աթոռը, բայց երբ որ ես ավելի հեռու եմ գնում, ես մինչև այս տարվա ավարտ ես չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանին կառավարությունում իր պաշտոնը շարունակելուց Ուստի եկեք նաև տառոներով ստուգենք, հիշեցնեմ, որ սա իմ կարծիքն է, ես ոչ մի բան այսպես չեմ կնիքում, որովհետև ամեն ինչ կարող է փոխվել, այստեղ իրեն օգնող մարդիկ կարող են ի հայտ գալ կամ ռեսուրսներ ինքը օգտագործի, ես չգիտեմ, բայց ըստ եթե ամեն ինչ գնա բնականon հունով 2026 թվականի այսպես ասեմ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսը բավականին բարդ ու ճակատագրական ամիսներ են Նիկոլ Փաշինյանի համար, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել եւ հիվանդանոցում եւ կարող է հայտնվել դատարանում սահմանափակումների մեջ, ուստի եկեք տեսնենք Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնը կշարունակի թե չէ։ Սկսենք ընտրություններից եւ տեսնենք այս տարի հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կունենա արդյոք իր շահեկան դիրքը, տեղը եւ կշարունակի արդյոք իր պաշտոնը, խնդրենք տառոներին, որ տառոները մեզ օգնեն։ Այստեղ աշխատանքի կարտը դուրս եկավ, բայց ես այսպես նորից կդնեմ տեղը, հնարավոր է, որ ինքը պետք է ստաբիլ աշխատանք տանի դրա համար եւ տեսնենք Նիկոլ Փաշինյանը իր հունիսի 7-ի ընտրություններում կշարունակի արդյոք իր աշխատանքը, իր պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում կհաղթի ու կշարունակի արդյոք իր աշխատանքը 3 միջի։ Так. Եվ պավեշնի։ Տեսեք ինչ է ասում կարտը։ Սա նման է շախմատային խաղի։ Նա ընտրում է փորձում է հիմա հասկանալ եւ չընտրվելու պահը իր հետագա գործողությունների հետ կապված եւ ընտրվելու պահը այս դեպքում ինքը համաձայնա ինչ ուզում է լինի իր համար ինչ է լինի նույնիսկ ամենաթույլ այսպես վիճակն է լինի միայն թե իր համար կոմֆորտ լինի այսինքն ինքը կարողանա շարունակի Սիլա նշանակում է, որ կարող է ինքը իր ուժային ռեսուրսները կիրառել, որպեսզի կարողանա անցնի եւ այստեղ իրենից շատ մեծ ջանքեր են հարկավոր։ Ֆորտունա անսպասելի իրադարձություններ կարող են տեղի ունենալ եւ շանսը հնարավորությունը որ կտրվի իրան ոչ ոք չի կարող ասել այն լինելու է անկանխատեսելի թե ուր կհասնի կամ ինչի կտանի այս ամեն ինչը իրականում ունի բազմաթիվ իրեն պաշտպանողներ գուցե այսպես հասնի հաջողության այստեղ նաև ֆինանսական ռեսուրսներ կարող են կիրառվել, բայց պավեշնի և 3 սրերը
այնինչ ինքը սպասում էր այս ընտրություններից, այդ արդյունքը ինքը չի ստանալու։ Իսկ ֆարտունան ինչ է ուզում մեզ ասի, գալիսով ֆարտունան ինչ է ուզում մեզ ասի։ 4 սրեր, որ սա կոչվում է կազյոննի դոմ։ Ինքը կարող է հայտնվել կամ հիվանդանոցում, կամ դատական պրոցեսում։ Եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կարողանա, որովհետև մոլորակների դասավորվածությունը չի տալիս այդ ժամանակ 100% իր անկնելը, իր անկումը, բայց ինքը հայտնվում է շատ վտանգավոր դիրքում, բայց ունի շահավետ աստիճան մյուս թեկնածուների հանդեպ։ Ես չեմ ասի, թե թեկնածուներից ով ունի ավելի իրենից առավել բարենպաստ դիրք, բայց ուժային կողմը իրենն է այս պահին, ինքը կարող է այդ ուժը կիրառել կամ կազմել կոալիցիա կազմելով պահել իր պաշտոնը, իր աթոռը։ Մինչև 2026 թվականի ավարտը Նիկոլ Փաշինյանը կլինի Հայաստանի ղեկավար, թե ոչ։ Իդեպ ասեմ, որ ես միայն այս հայտարարությունը, այսպես ես առանձին իմ համար նայել եմ նոր, ես ոչ թե վախում եմ, որ կարող է իմ ստատուսը ես կորցնեմ եւ այլն, ոչ, բնավ։ Գիտեք, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե ընդունենք մարդը ունի իր շուրջը, ընդունենք կարողություն ունեցող մարդիկ, որոնք կարող են նույնիսկ եղանակ փոխել։ Բայց ըստ մեր կարտերի, ըստ իմ զգացմամբ, ըստ իմ ներքին ինտուիցիայով ես գիշերը նույնիսկ ուզում էի վեր կենայի ու անեի ես կանխատեսումը, որովհետև իմ մեջ հստակ կար հարցիս պատասխանը, այնպես չի որ քնում զարթում եմ Նիկոլի համար, բայց կար այդ հարցի ես չգիտես որտեղից ինձ սկսեցի տալ պատահական ու հարցիս պատասխանը եղավ, որ իր անկմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Եկեք տեսնենք 2026 թվականի ավարտը Նիկոլ Փաշինյանը կմնա իր պաշտոնին, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը կմնա արդյոք իր պաշտոնին 2026 թվականում, թե ոչ։ 6 սրերը խոսում է անցումային փուլի մասին, որ մարդը կարող է գնալ, հեռանալ։ Եվ 10 սրեր, ոչ, ամեն ինչ կանի, որ մնա ինքը իր պաշտոնին, բայց 2026 թվականի ավարտը բավականին կրիզիսային ու բարդ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Գուցե դրսի ինչ-որ ազդեցություն լինի իր վրա կամ կամովի ղեկավարումը երկրի ինքը իր կամովի հեռացման դիմում եւ կամ ինքը հանձնի ընդունենք իր պաշտոնը ուրիշ ղեկավարի։ 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսն ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի համար։ Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսը ինչպիսին կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսը ինչպիսին կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Մակ կարտը խոսում է մանիպուլյացիաների մասին, կարող է իր հանդեպ լինի կամ ինքը գալիսով ֆարտունա, սա նշանակում է ճակատագրական փոփոխություն եւ կարող է ամեն բան թեքվել։ Եվ սպրավիդլիվս, ինչպես որ ասել է, որ կարող են դուրս գալ մութ ինֆորմացիաներ իր հետ կապված եւ ինքը պատասխանատվության ենթարկվի։ Կարոլ Ժեզլով։ Ինչպիսին կարող է լինել 2026 թվականի 6-ի գավաթներ։ Կարալևա Միչեյ, սա թղթաբանության կամ օրենքի հետ կապված հարցերը 9 Միչեյ,
Ես չգիտեմ, գուցե այդ մարդու ֆիզիկականը չների կամ իր վախերը, իր տագնապները կամ շատ այսպես ծագող, մեղադրող ինչ-որ հարցեր առաջանան անձի հետ կապված, ամեն դեպքում ես մնում եմ իմ կանխատեսմանը, իմ տառոներին հավատարիմ ու չեմ վախենում այս նյութս հրապարակեմ և կտեսնենք, ասեմ, որ ամեն դեպքում ես չեմ վախենում սխալվելուց և դա չի խանգարի իմ ստատուսին բացարձակ, որովհետև ես ունեմ իմ տեղն ու դիրքը այս ասպարեզում։ Շնորհակալ եմ ձեր հարգանքի, ձեր վստահության համար և սպասենք հետագա զարգացումներին և տեսնենք ինչ կարող է լինել։ Ամեն դեպքում ես հակված եմ ասելու, որ գուցե հունիսի ընտրություններին ճիշտ կլինի կամովի հրաժարվել, քան կոնֆլիկտների գնալու մի կերպ կոալիցիա կազմել ու պահել իր աթոռը, որովհետև հետո էլ ավելի դժվար է լինելու, ժամանակավոր կարող է մի բան լինի, բայց վերջում ես իրեն չեմ տեսնում երկրի ղեկավար այսքանը։